Այսօր միասին բացահայտելու ենք Լոս Անջելեսի վառված թաղամասերը։ Օրա աստծո, հավերակները խնդրում եմ նայեք, եկեղեցին էլ գոյություն չունի։ Տեսնելու ենք հրդեհից մնացած խանութները, շենքերը, տներն ու փողոցները, որոնք արդեն մի քանի ամիս է ինչ լքված են։ Վառված մեքենան, օրա չեմ հավատում։ Երեխաների խաղահրապարակը, վառված ճոճորանները ու այդ սպիտակ շորով մարդիկ ամենուր են ուղակի, եւ այդ թաղամասեր մուտք գործել օրենքով խստիվ արգելվում է։ Իսկ կարողանանք մտնել ներսը հեն։ Քանի որ առաջին տարածքները դեռ գտնվում են հետախուզման տակ, օրա մտել ենք մեջը։ Եվ երկրորդ, վառված տարածքների օդն այնքան աղտոտված է, որ այն շնչելով հեշտ կարող է ձեռք բերել մի շարք թունավորումներ։ Այ չեմ կարմել ես օդը շնչեմ։ 2 ամիս առաջ Լոս Անջելեսը այրվում էր։ Կրակն այնքան արագ ու մեծամասշտաբ էր տարածվում, որ հրշեջները օրեր շարունակ չէին կարողանում մարել կրակը։ Ամբողջ աշխարհն էր խոսում Լոս Անջելեսի հրդեհների մասին։ Շատերը ասում են, որ Լոս Անջելեսի այս մեծամասշտաբ հրդեհները հատուկ նպատակով պլանավորված էր եւ այստեղ չկար ոչ մի բնական աղետ։ Այսօր միասին այցելելու ենք բոլոր այդ վայրերը։ Ահա որ տեսարանը։ Դե ինչ, մենք արդեն ճանապարհին ենք, գնում ենք տարածքով ամենամեծ թաղամասը, որը այրվել է ու ոչնչացել է Լոս Անջելեսի հրդեհների արդյունքում։ Մեր տնից ուղիղ 22 րոպե է այնտեղ։ Պալիսադեսը մի թաղամաս է, որը շատ մոտ է Մալիբու ծովափին, ու ինչպես տեսնում եք այս նկարներում կոնկրետ թաղամասը ուղղակի ոչնչացել է։ Հիմա շատ բաներ չխոսեմ, ուղիղ 20 րոպեից այնտեղ կհասնենք եւ միասին կուսումնասիրենք ու կբացահայտենք այդ ամբողջ այրված տարածքը։ Եկանք հասանք այդ թաղամասի մոտ ու նույնիսկ չկարողացան նկարել։ Փրկարարները այսպես ճանապարհը ամբողջովին փակել էին ու չէին թողում, որ անցնենք։ Էսա խնդրեմ, նույնիսկ օդում լիքը այսպես վերտալյոտներ են թռնում, ինչ որ գործողություններ այս պայն իրականացվում, չգիտեմ ինչ, բայց երևի փլատակների տակից բաներ են հանում, չեմ կարող ասել։ Փորձում ենք ինչ որ ձև գտնել ու գնալ այդ վառված մասերը։ Խնդրեմ, ինչպես տեսնում եք, այս հատվածից սկսած փակ է փողոցը, բայց ինձ թվում է ինչ որ մի հատ ձև կգտնենք այսօր, որ ես ու Ռաֆոն մտնենք այդ այրված թաղամասի մեջ։ Իսկ այժմ եկեք գնանք այնտեղ ինչ որ տանկ են բերել կանգնեցրել փողոցի վրա, տեսնենք ինչ է այնտեղ կատարվում, նոր շարունակենք ճանապարհը առաջ։ Էս ինչա կատարվում։ Արա, կարող է Ամերիկայի նախագահն է անցնում, որ հիմա ասես փակել են փողոցները։ Ժողովուրդ Դոնալդ Թրամփն է ասում, Ամերիկայի նախագահը։ Ես ասում եմ, ես խեմ փակել փողոցները։ Խնդրեմ, մի հատ նայեք, տանկ են բերել կանգնացրել, մարդիկ եկել են պլակատներով կանգնել են։ 2 ամիս անց գնում ենք փորձենք մուտք գործել, տեսնենք այս անգամ մեզ կհաջողվի թե կրկին ճանապարհները փակ կլինեն, բայց այս անգամ ոչ թե գնում ենք Պալիսադես, այլ գնում ենք Փասադենայի վառված տարածքները, որտեղ ասում են շանսերը ավելի մեծ է, որ կարող ես մուտք գործել։ Հուսանք այսօր մեզ մոտ կհաջողվի մուտք գործել Լոս Անջելեսի վառված թաղամասերը եւ որոշ չափով փորձել բացահայտել, թե ինչն էր այդ հրդեհների հիմնական պատճառը։ Արդյոք այս ամենը բնական աղետ էր, թե հատուկ մտադրված էր, որ ինչ որ նոր նախագծեր կարողանան այդ տարածքներում կառուցել։ Գնանք միասին բարձենք։ Մենք արդեն քիչ մոտենում ենք այդ տարածքներին ու խնդրեմ առաջին վառված տարածքն եմ տեսնում։ Արի նույնիսկ մեջը մեքենա է մնացել։ Դե ինչ, առաջին վառված տեղն եմ տեսնում։ Օջա, ժողովուրդ մենակ մնացել է Բուխարին տան։ Արա, էս էլ քար ա եղել, դրա համար չի վառվել։ Ու այս ամենը տեղի ունեցել ընդամենը 2 ամիս առաջ Լոս Անջելեսում։ Քաոս էր ուղղակի տիրում։ Հայաստանից գիտեք ինչքան զանգ եմ ստացել։ Բոլորը ամեն օր զանգում էին, ասում էին կարո ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, հո ձեր տներին չի հասել պաժարը։ Այդ կարգի ամեն մի անկյունում Լոս Անջելեսի հրդեհներ էր, իսկապես կարծես դժոխք լիներ Լոս Անջելեսը այդ օրերին։ Հիմա որ մոտիկից տեսնում եմ այս ավերակները, իսկապես ապշում եմ։ Որա չեմ հավատում։ Արի շարժվենք առաջ։ Ուղիղ 4 րոպե պետք է դեռ քշենք, որ հասնենք այդ ամենաշատ վառված թաղամասին։ Գնանք տեսնենք ինչ ա մեզ սպասվում։ Մինչ հասնենք հիմնական թաղամասին, ճանապարհին տեսնում ենք տարբեր այրված տներ, որա աստծո, որից մեկը հենց հիմա իմ առջև է գտնվում։ Խնդրում եմ մի հատ այնտեղ նայեք, կրկին ամբողջովին այրվել տունը ու ինչպես տեսնում եք միայն ծխնելույզն է մնացել, որը քարից էր, դրա համար էլ կրակներին դիմացել է։ Լոս Անջելեսի բոլոր տները փայտից են կառուցված, դրա համար էլ կրակներին ոչ մի տուն չդիմացավ։ Փոքր մոտենանք տանը, մարզասրահ ա եղել, ինչպես տեսնում եք, այնի վառված գանտելներն այն կողմի վրա գտնվում, աստվածիմ, հավերակները խնդրում եմ նայեք։ Խնդրում եմ մի հատ ծառերը նայեք, նույնիսկ պալմաներն էին վառվում Լոս Անջելեսում, ահա որ կադրեր ա ուղղակի։ Հələ խնդրում եմ ստեղ նայեք, վառված մեքենան, հետևը վառված խանութներ,
Հետաքրքիր է, սա ինչ ա եղել այն ժամանակ։ Ներսում ինչպես տեսնում եք սեյֆեր ա գտնվում։ Այն պիցայի վառարան ա եղել։ Շարունակում ենք քայլել առաջ։ Արա, վառված բենզալցակայանը նայեք երվում։ Արջևում տեսնում եմ վառված եկեղեցի։ Եկեք մոտենանք մի հատ ստեղ։ Սա եղել է Փասադենայի եկեղեցիներից մեկը, որն այլևս գոյություն չունի, ինչպես տեսնում եք։ Խնդրեմ, Altadena Community Church եկեղեցին էլ գոյություն չունի։ Ես իսկապես չէի պատկերացնում, որ այս տիպի վատ վիճակ կա, նույնիսկ չեն կարողանում հենց ներսը մուտք գործել, դրսից են կարողանում նայել, որովհետև հայլելու տեղ էլ չկա։ Ամբողջովին գետնին ավերակներ ա, ինչպես տեսնում եք։ Իսկ այս հատվածում գտնվում է երեխաների խաղահրապարակը, վառված ճոճորանները, ահա որը։ Հետախուզություններ են անցկացնում, ինչպես տեսնում եք, սպիտակ շորեր հագած, ինչ որ մարդիկ են տների մեջ։ Շարունակենք ճանապարհը, տեսնենք առջևում էլ ինչեր ա մեզ սպասվում։ Շարունակում ենք երթևեկել։ Հեկտարներով հողեր ուղղակի վառված է։ Ամբողջովին թաղամասը վերացել է, ինչպես տեսնում եք։ Հələ խնդրում եմ մեքենան նայեք, ուղղակի մնացել է ավերակների տակ։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ աղբամաններն ա այրվել։ Ժողովուրդ, ցենց մեքենայով քշում եմ ու այդ սպիտակ շորով մարդիկ ամենուր են ուղղակի։ Արդեն հասկացա, թե ինչ են անում այդ մարդիկ։ Տները ամբողջովին հետախուզում են, որպեսզի կոնկրետ պատճառը հասկանան, թե ինչի ա վառվել տունը։ Քանի որ այս շրջանում մարդիկ դիտմամբ վառում էին իրենց տները, որպեսզի պետությունից գումարներ կարողանային վերցնել։ Դրա համար ապահովության կազմակերպությունները հետախուզների են ուղարկում, որպեսզի տները զննեն, ու եթե ինչ-որ կասկածելի բան նկատեն, էլ չեն փոխհատուցելու։ Ինչպես տեսնում եք, ցուցանակի վրա գրված է complete, այսինքն ավարտված է հետախուզումը։ Վառված տարածքները, ավերակները այնքան շատ է, մինչև բոլոր տները հետախուզան վերջացնեն, բավականին երկար ժամանակ անհրաժեշտ, ոչինչ չի մնացել, հողին է հավասարվել բոլոր տները, միայն ծխնելույզներն ա մնացել տներից։ Պատկերացնում եմ տանտերերի համար ինչ ցավալի է, որ տունդ ամբողջովին մի քանի ժամվա ընթացքում վառվում է ու հավասարվում է հողին։ Խնդրեմ, ամենուրեք աշխատանքներ են իրականացվում։ Ինչպես տեսնում եք, սա նույնպես հետախուզել ու վերջացրել են, վառված բաժակներ, վառված սեղան, ու ինչպես կարող եք տեսնել, սա այրված տներն են։ Ու խնդրեմ, հետևում գտնվում է տուն, որն ինչպես տեսնում եք, չի այրվել։ Պատկերացնում եք ոնց է այդ մարդկանց բախտը բերել, որ կողքի տունը վառվում է, իսկ քո տունը ամբողջովին կանգուն է մնացել։ Ինչքան բախտավոր պետք է լինես։ Իսկապես ապշելու տեսարան է սա, այս փլատակ ու հետևում նորմալ տուն։ BMW-ն նայ, վառված։ Բասկետբոլի շիթը, այստեղ ինչ-որ նստարան ա եղել։ Ապշելու է ոնց է մեքենան այս տեսքի վերածվել։ Արա, նոտա է այստեղ գտնվում, խնդրում եմ ստեղ նայեք։ Ու հետաքրքիր է, որ այդ մի թղթի կտորը չի վառվել, ասենք ոնց էլի ամեն ինչ այրված է ու մի հատ նոտայի թերթիկը այսպես մնացել է։ Ապշելու է։ Արա, էսի գարաժն ա եղել։ Ներսում երկու հատ մեքենա է մնացել գարաժի։ Աստված իմ։ Դուք չեք պատկերացնի ինչ սիրուն թաղամաս է եղել։ Փասադենայում գտնվող Altadena-ն եղել ամենագեղեցիկ, ամենաթանկարժեք տներով թաղամասը։ Ուստեղի բնությունը իսկապես հրաշք է եղել, ու հենց դա է պատճառը, որ անտառները շատ ա եղել այս տարածքում, դրա համար էլ բռնկվել է հրդեհ։ Մարդիկ ասում են, որ սա բնական աղետ ա եղել։ Կրակը քամու միջոցով տարածվել է տարբեր տեղեր, հրդեհների ընթացքում ահա որ քամոտ եղանակ էր, ու մարդկանց կեսն էլ ասում են, որ քամու միջոցով անհնար է, որ այդ կարգի շատ տարածքներ վառվի, ու ասում են, որ սա պլանավորած ա եղել։ Այո, մարդկանց մի մասը ասում էր, որ պետությանը պետք էր, որ այս տարածքները այրվեն, որ նոր թաղամաս սարքեին այս տների փոխարեն։ Ցավալի է այդ փաստը լսել ու ընկալելը, բայց չգիտեմ, շատերն են տենց ասում։ Ինչքան էլ տենց խորանաս, միևնույն է, չես կարող գտնել պատասխանը, թե ինչի է վառվել Լոս Անջելեսը։ Ժողովուրդ, ստեղ գրած է unsafe, do not enter։ Նշանակում է ապահով չի ոչ մի դեպքում մուտք չգործել։ Վառված տան առջև գտնվում է այս հրաշք ծաղիկը։ Ոնց է չէ աճել։ Ասում եք, չէ, ինչ հետաքրքիր բան է բնությունը։ Նոր էր եղել հրդեհները, բայց մեկ է, բնությունը կանգ չի առնում, շարունակում է ծաղկել, ու այո, ոչ մի բնական աղետ չի կարող կանգնեցնել բնության ուժը։ Ինչքան էլ մարդիկ իրենց ձեռքով գեղեցիկ բաներ կառուցեն, ինչքան էլ շենացնեն այս աշխարհը, մեկը կարող ենք փաստել, որ այս ամենաանցողիկ է, մեկը բնությունը ամենաուժեղն է, ու ինչ էլ պատահի այս աշխարհում, ինչ էլ լինի, մեկը մի օր ամեն ինչ հետ է ծաղկելու։ Այո, բնությունը ամենաուժեղ բանն է։ Էլի այրված մեքենա, հալված արջիշները նայեք։ Մեքենայից հալվել ու կաթացել է գետնին։ Մեզ վերջապես հաջողվեց մուտք գործել Լոս Անջելես
Անջելեսի վառված թաղամասերը, նկարում ենք նոր YouTube-յան վիդեո։ Instagram-ից հետևորդների համար story գցեցի, հետևեք Instagram-ից, այնտեղ առաջինը կիմանաս թե ինչա քեզ սպասվելու YouTube-ում։ Ինչպես կարող եք տեսնել, դարպասները պահպանվել է ամբողջովին, նորմալ, նորավոր դարպասներ, իսկ ներսում եկեք մտնենք ու ինքներս տեսնենք ծառերը վառված է, ամենտեղ ընդհանրապես պահպանվել է այս ծխնելույզները, ուրիշ ոչինչ պահպանված չի։ Այս ինչ հոտ է։ Ժողովուրդ տարածքում շատ են թունակ քիմիկատները, ահա որ սխալ գործեցինք, որ դիմակներով չեկանք, վատ օդ է ամբողջ Փասադենայում։ Ու սա երկար շնչելով ուղղակի կվնասես թոքերը։ Չգիտեմ ինչքանով ապահով մեր երկար այստեղ գտնվելը, բայց հնարավորինս ուզում եմ ուսումնասիրենք վառված տարածքները, նոր լքենք տարածքը։ Բոլոր վառված տների առջև, ինչպես տեսնում եք, այսպես կանաչ գույնի ինչ-որ բաներ է դրած։ Անկեղծ ասած, մի ժամանակ փորձում ենք հասկանալ, թե ինչ է սա, հազար ձևի որոնումներ կատարեցինք, մեկը վերջնական չեն կարողանում հասկանալ, թե ինչի համար է այս կանաչ պարկերը։ Չգիտեմ, փորձում եմ գուշակել, եթե ճիշտ եմ գուշակել, սա պաշտպանում է, որ մոխիրը շատ չտարածվի, մոխիրը հավաքում է իր մեջ, ոնց հասկանում եմ։ Եթե գիտեք ինչի համար են այս կանաչ երկար պարկերը, ապա մեկնաբանությունների բաժնում գրեք, հասկանանք։ Ինչպես ասում եք, հրդեհներից հետո արդեն մարդիկ իրենց նոր տներն են կառուցում։ Խնդրեմ, փայտից պետք է կառուցվի այս տունը։ Օր էլի մեքենաները առջևում ա, նայեք, ինչքան այրված մեքենա կա։ Խնդրում եմ, ստեղ նայեք, ոնց թե մարզասրահն ա եղել, լվացքի մեքենան։ Այստեղ նույնպես գտնվում այդ կանաչ երկար պարկերից սատան մուտքն ա եղել, ոնց հասկանում եմ, սատան դուռը, բայց նույնիսկ տան պատերը չի մնացել, ինչպես տեսնում եք, միայն քարե հատվածներն ա մնացել։ Եկեք շարունակենք քայլելը, ինչպես տեսնում եք, ես բայն գլխավոր փողոցի վրա եմ գտնվում, որտեղ նույնպես ամեն ինչ այրվել ա, նույնիսկ կրակները հասել են գլխավոր փողոց։ Փասադենայում ապրողներից շատերը ասում են, որ գիշերները շատ տարօրինակ ձայներ է լսվում այս ավերակների մոտակայքում ու ապրողները ուղղակի սարսափում են անցնել այս ավերակների մոտով, նույնիսկ ցերեկները։ Ինչպես ասում եք, հիմա ցերեկ է, նույնիսկ գտնվում են գլխավոր փողոցի վրա, բայց միևնույն է մարդ ընդհանրապես չկա փողոցում, քանի որ Փասադենայի բնակիչների համար շատ ցավալի է անցնել ու կրկին տեսնել այս ավերակները, առանց դրա իրենք ապրել են այդ ամեն ինչ ու տեսել են այս շենքերը հենց վառվելու օրը։ Հետ գնանք այն ամենին, ինչին նոր պատմում էի, մինչև այստեղ գալը Google-ում մի քանի բաներ էի կարդում Փասադենայի բնակիչներից, ասում են, որ գիշերները, երբ շենքերի մոտով անցնում են վառված, տարօրինակ ինչ-որ ձայներ են լսում ու ինչ-որ բաներ է իրենց աչքին երևում։ Ես չգիտեմ, ստեղի բնակիչներն են զուտ ծանր տանում, որ այդ ամեն ինչը իրենց աչքին երևում է, թե իսկապես ինչ-որ չար ուժ է մտած այս շենքերի մեջ, իսկապես որ նայում ես այս ամենին, ասենք ապրում են 21-րդ դարում ու այս դարում ամեն ինչ այնքան զարգացած էր, որ մարդկանց թվում էր, որ ընդհանրապես էլ չի լինի հրդեհներ։ Բոլորս շատ վստահ էին, որ Լոս Անջելեսում հնարավոր չի սենց բան լինի, բայց արի ուտես, որ բնական աղետը նենց բան է, որ մարդու ձեռքով սարքած բարիքները ընդամենը մի քանի ժամում այս սենց ավերակների է հասցնում։ Որ նայում եմ այս շինություններին, ոնց որ սատանան եկած լինի ու իր ձեռքով վառած լինի այս շենքերը, հավատս չի գալիս, որ սա բնական աղետ է։ Մի ձևի չգիտեմ, իսկապես չեմ հավատում, որովհետև նոր քշում էինք խառը տեղերով Փասադենայի, օրինակ մի հատ տուն վառված էր, կողքը լիքը տներ օրինակ վառված չէր։ Ու նույնը հիմա այստեղ է։ Նեշի մենք գտնվում ենք անտառի մեջ։ Անտառը մի քանի կիլոմետր այստեղից հեռու է գտնվում, ոնց կարող էր գլխավոր փողոցի խանութները ուղակի վառվել։ Սա գլխավոր փողոց է ու այս հատվածում անտառ չկա, որ հրդեհը տարածվի, դրա համար չգիտեմ, ինձ թվում է, որ այստեղ մի բան այն չի ու այս ամենը պլանավորած էր, բայց ինձ թվում է դա ավելի պարզ կլինի ամիսներ հետո։ Բոլոր փայտի կտորները վառվել են շենքերի, բայց քարերը մնացել են։ Նոր տարվա կողմերն էր, որ Լոս Անջելեսում հրդեհները սկսվեց, ինչպես տեսնում եք, այս խանութը, որ այս փողոցի վրա է գտնվում, նոր տարությունը նույն ձև մնացել է, ներսի երերը նույնիսկ չեն եկել հավաքելու, քանի որ տարածքում գտնվել ուղակի վտանգավոր էր։ Խնդրում եմ այնտեղ նայեք, այնտեղ այդ նոր տարվա խանութն է, իսկ կողքը ուղակի ավերակներ է։ Դրա համար էլ խանութի ներսում դեռ նոր տարվա ապրանքներ ա։ Հրդեհներից հետո երևի չեն եկել հավաքելու։ Տեսնես էս ինչ ա եղել։ Խնդրում եմ միած տեղ նայեք այս շինությանը, հիմա ինչ տեսք ունի, իսկ սրանք այն կադրերն են, թե ինչ տեսք ա ունեցել հրդեհներից առաջ։ Օրո հələ դիմացի մայթը, Աստված իմ։ Դիմացի մայթում ընդհանրապես ոչինչ չի մնացել։ Անցանք դիմացի մայթ ու այս հատվածում խնդրում եմ նայեք, ամբողջովին հողին է հավասարվել, այնտեղ գոնե քարի հատվածները կանգուն է մնացել, բայց այդտեղ ընդհանրապես ոչինչ չկա։ Այս ինչ վատ հոտ է գալի։ Ահա որ թունավոր օդ ենք հիմա մենք շնչում, արագ փորձենք նկարահանել ու լքել տարածքը, քանի որ այդտեղ երկար իսկ հիմա պետք չի մնալ, շատ վնաս է առողջությանը այս հոտը։ Ինչ ցավալի տեսարան է։ Պատկերացնում եք քանի տարեկան ծառ ա եղել հաստ, հրդեհների պատճառով վառվել է, եկել ծառը մարացրել են ու գցել են մի կողմ։
Այն կարգի հարվածա, որ նույնիսկ չես էլ կարող գուշակես, թե ինչ ա եղել տարածքում։ Լողավազանը խնդրում եմ նայեք, ներքևում մնացել է։ Էլի տները հաստատ եղել։ Ավերված ծառեր։ Աստված իմ։ Այս հատվածը ինչպես տեսնում եք նույնիսկ չի լինի մուտք գործել, պատերը փլվել են ու անցնելու տեղ չկա։ Հայ շնչել չի լինի այս օդը։ Ինձ թվում է ասած տեղից գնանք այս քթերներից մեջ սրբենք մուր առնելու ամբողջովին, որովհետև օդը շատ կեղտոտ է։ Խնդրում եմ մի հատ այս հեծանիվից հեպն այդ պատկերացնում եք, սա ինչ-որ երեխայի հեծանիվ է եղել։ Բարված բաներ, որ գտնում ես, մանավանդ իրեր, որոնք կապված են երեխայի հետ, օրինակ երեխայի խաղալիք կամ երեխայի հեծանիվ, իսկապես սենց սրտից տառուն է կաթում, որ այդ երեխեն փոքր տարիքում տեսել է, որ իր տունը վառվել է։ Պատկերացնում եք փոքր տարիքով երեխա լինես ու քո աչքի առաջ տունդ վառվի։ Տարիներ մեծանում ես, բայց մեկը հիշում ես փոքր ժամանակ ինչ ես ապրել, որ քո աչքի առջև վառվել է տունդ, ցավալի է շատ։ Դրա համար պետք է հետևել անվտանգության կանոններին։ Բոլոր տարիքով փոքրերին եմ ասում, չի կարելի խաղալ կրակի հետ, տանը ինքնուրույն չի կարելի գազը միացնել կամ լուցկիով խաղալ, քանի որ հրդեհը սկսում է աննշան կրակից։ Փոքր մի հատ կրակ, դուք դա չեք նկատում, րոպեներանց հնարավոր է, որ ձեր աչքի առջև վառվի ձեր իսկ տունը։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել, սիրելի ծնողներ, ձեզ եմ դիմում ձեր երեխաներին մի թողեք տանը մենակ, քանի որ ես էլ եմ եղել երեխա, ես էլ կարող եմ փաստել, որ երբ տարիքով փոքր էի, շատ ու շատ բաներ կարող եմ միայնակ անել տանը, չիմանալով, չհասկանալով, դրա համար հետևեք ձեր երեխաներին, մի թողեք մենակ տանը, կրակայիր լուսկի մի թողեք այնպիսի վայրերում, որ դրանք լինեն ձեր երեխաների համար հասանելի, որովհետև երեխան ուղղակի երեխա է, կարող է այդ բանին չիմանալ դրա լրջությունը, ուղղակի սկսի խաղալ լուցկու հետ ու արդյունքում տունը վերածվի նման ավերակների։ Դրա համար հորդորում եմ բոլորիդ եղեք ուշադիր, մի հատ աննշան կրակից ոչ միայն ձեզ կդնեք վտանգի տակ, այլ նաև ձեր շրջակայքը կդնեք վտանգի տակ, դրա համար շատ զգույշ է պետք լինել, պետք է հետևել անվտանգության բոլոր կանոններին ու կյանքում կրակի հետ չխաղալ։ Ինչպես տեսնում եք գլխավոր փողոցի վրա նույնպես այս հսկայական ավերակների առջև դրված է էլի այդ կանաչ երկար օծածև պարկերից։ Այսքան այս կանաչ պարկերը տենալուց հետո կարծում եմ սրանք նրա համար են, որ օրինակ քամին մոխիրը բերի փողոց, իսկ այս պարկերը մոխիրները հավաքեն իրենց մեջ ու չթողեն, որ մոխիրը տարածվի դեպի փողոց։ Չգիտեմ դա հստակ է թե չէ, բայց միակ բանը, որ այս պայն ասում եմ մտքովս դա է, եթե ուրիշ բան կարող լինի, մեկնաբանությունների բաժնում փորձեք կռահել։ Եվս մի հատ ավերակ ենք մուտք գործում, այստեղ էլի աշխատանքներ են իրականացվում, կողքի տան մեջ մարդիկ են աշխատում։ Ինչ-որ ապակուց կտորա, որը որ ինչպես տեսնում եք չի վնասվել ու մնացել է։ Աղամանը նայեք, տակից աղը լցնելու տեղն է, այս էլ անցքերն է աղամանի։ Պատկերացնում եք ամիսներ առաջ մարդիկ այդ աղամանը օգտագործել են, ու օրերից մի օր այս վիճակն է ստանում տունը, իսկ աղամանը մեր ձեռքի տակ է ընկնում։ Չէ, հետաքրքիր բան է, չէ՞ կյանքը։ Այ չեմ կարող մելս օդը շնչեմ։ Որ վատ օդ է։ Պատկերացնում 2 ամիս առաջ որ փորձում էինք մուտք գործել այս տարածքները ու մեզ չհաջողվեց, ուրեմն երևի տենց էր պետք, որովհետև եթե 2 ամիս առաջ մուտք գործեինք ստեղ, ես պատկերացնում եմ թե ինչ վիճակի մեջ էինք հայտնվելու ու ոնց էինք վատանալու այդ օդից։ Նույնիսկ երկինքը 2 ամիս առաջ ահավոր աղտոտված էր։ Լոս Անջելեսում տանից դուրս էր գալի փողոց, նայում էի երկինք ու ամբողջովին սևեր մուր էր տարածքում, նույնիսկ շորերիդ վրա ահավոր վառված մոխիրի հոտ էր կպնում։ Դրա համար ինձ թվում է սենց էր ճիշտ, որ 2 ամիս առաջ ինչ չհաջողվեց մուտք գործել այս վառված տարածքները։ Գնանք մի քիչ էլ քշենք փողոցներով, տեսնենք էլ ինչեր են կարողանում տեսնել, ու ինձ թվում է արդեն գնանք, որովհետև օդը շատ աղտոտված է տարածքում։ Ոտքով քայլում ենք դեպի մեքենան, ինձ թվում է մի 3 կիլոմետր հեռացել ենք մեքենայից։ Վիդեոն նկարելով, քայլելով ահագին հեռացանք ու չնկատեցինք։ Այս պահին իմ հետևում գտնվում է Փասադենայի գրադարանը, որը նույնպես վառվել է։ Աստված իմ, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք պատուհանները կոտրված, այն այնտեղ էլ գրված է Altadena Public Library։ Այս շենքը ինձ թվում է քարից ա եղել, դրա համար պատերը ինչպես տեսնում եք, կրակը չի ոչնչացրել ու ինձ թվում է կկարողանանք մտնել ներսը հեն։ Նայեք, չնայած չեմ կարծում ներսը ինչ-որ բան կա տեսնելու։ Եկեք մի հատ մուտք գտնենք, փորձենք մտնել այս շինության մեջ։ Ահա, այս մասերը բաց է, ինչպես տեսնում եք։ Այս ինչ ա եղել, տեսնես։ Առողջ։ Այս էլ դուռը, բայց բավականին վտանգավոր է, ինչպես տեսնում եք, վերևում ապակիներ ա, որը ճաքած է։ Ամեն պահի կարա էլի ճաքի ու ընկնի մեր գլխի վրա։ Ահավոր տեսարան է։ Առաջարկում եմ մի հատ ուսումնասիրենք այս հատվածները։ Կացա է մնացել
այրվել, որը չի վառվել, մնացած բոլոր երկաթի կտորները ուղղակի այրվել են։ Առաջարկում եմ քայլենք շինության մեջ, տեսնենք ինչեր է մեզ հաջողվում գտնել այստեղ։ Օրա, մտել ենք մեջը։ Ժողովուրդ, փաստորեն հենց նոր մենք անգիտակցաբար հետևի մուտքից մուտք գործեցինք գրադարանի մեջ, որը քիչ առաջ դիմացից նկարում էինք ու ասում էի, որ սա եղել է Փասադենայի գրադարանը։ Խնդրում եմ մի հատ էս տեսարանը նայեք։ Օրա, դաշնամուրը մի հատ նայեք։ Դաշնամուր է եղել, որը ինչպես տեսնում եք, այրվել է։ Օրա, այս ինչ ցավալի կադրեր է։ Տանիքի կոտրված կտորները մի հատ խնդրում եմ նայեք։ Այդտեղ նայեք դաշնամուրի լարերը։ Ես որ դաշնամուր եմ նվագում, սրտիցս արուն է կաթում, որի մեջ տեսարանը տեսնում եմ։ Նկարի ռամկա, ինչ որ նկար ա եղել մեջ ժամանակին։ Չէ, բայց պատկերացնում եք ինչքան կարևոր գրքեր ա եղել, որ էլ գոյություն չունի ու րոպեների ընթացքում ոչնչացվել է։ Ես պատկերացնում եմ ինչ կարևոր գրքեր են եղել։ Գրքերից էի խոսում ու այստեղ այրված գիրք տեսա, մոխրացած, խնդրում եմ ստեղ նայեք։ Գրքից մնացել է ուղակի մոխիրի կտոր։ Ստեղ էլի եմ տեսնում պահպանված բաներ, ինչպես տեսնում եք ամանները չի այրվել ու պահպանվել է։ Սրանք հալել ու կպել է իրար 3 հատ ամանը, բաժակը։ Օր այս ինչի տակ ենք կանգնած, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք։ Ամեն վարքյան կարա պոկվի ու ընկնի մեր գլխի վրա։ Նայեք։ Իսկ այժմ ես գտնվում եմ գրադարանի մուտքի առջևում, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք, թե ինչ գեղեցիկ ա եղել գրադարանի մուտքը։ Աստված իմ, ինչ գեղեցիկ գրադարան ա եղել, գոնե պատկերացնում եք։ Արի մեջով դուրս չգանք, որովհետև շատ դժվար էր ներսում քայլելը։ Տեսնենք շենքի կողքով ելք կլինի, թե ոչ։ Դուրս են գալիս գրադարանից, հաջողություն սիրելի գրադարան։ Մեքենան էլ հենց գրադարանի կողքին է կանգնեցրել, հələ հետևի տունը նայի։ Իմ համար լուրջ եմ ասում, կողքի ծառերի համար սիրտս ավելի է ցավում։ Խնդրում եմ մի հատ կողքի վառված ծառը նայեք։ Այրված մեքենա է, ինչպես տեսնում եք, որի վրա գտնվում է 2 հատ ծաղկաման, որոնք հրկվել են կրակներից։ Դուռը պահպանվել է, ինչպես տեսնում եք։ Բավականին վտանգավոր է հիմա սրա տակով անցնել, քանի որ ամեն վայրկյան այս փետերը հնարավոր է ընկնի։ Բայց դե անցնում ենք։ Առջևումս ինչպես տեսնում եք, շենք է գտնվում վառված։ Այո, նույնիսկ տներից բացի շենքերն են այրվել։ Նա խնդրում եմ այս տեսարանը նայեք։ Աստիճանները մնացել է, բայց ուր է տանում աստիճանները, վերջանում աստիճանները, իսկ առջևում ոչինչ չկա։ Պատկերացնում եք, սա նույնպես շենք է եղել, իսկ շենքից ինչ մնացել ընդամենը աստիճաններ։ Շրջակայքում տուն չի մնացել, բայց այս ավերակների հենց մեջտեղում մի հատ տուն կանգուն է մնացել, ինչպես տեսնում եք։ Աստված իմ, հավատս չի գալիս, կողքի բոլոր տները այրված է, հավասարված է գետնին, բայց ինչպես տեսնում եք մեջտեղում փոքրիկ մի հատ տուն կանգուն է մնացել։ Արես ինչ սիրուն տեսարան է, լուրջ եմ ասում։ Հրաշք է իսկապես, ոնց է կարծել հսկայական գրադարանը այրվի, կողքի մեծ շենքերը այրվեն, բայց այս փոքրիկ տնակը կանգուն է մնացել, անհավատալի է։ Ինչպես տեսնում եք, այս փոքրիկ հեծանիվը, մի հատ խնդրում ստեղ նայեք ինչ տեսարան է։ Գետնին դրված էր մանկական այս հեծանիվը փոքր ու այս սրա ֆոնին այրված տները։ Սենց կադրերը ամենացավալին է, երբ մանկական ինչ-որ խաղալիք ես տեսնում, այս վառված տների ֆոնին։ Այս վառված տան կողքին խնդրում եմ ստեղ նայեք, մի հատ տուն նույնպես կանգուն է մնացել, բայց հետաքրքիրը նայեք որն է, որ տան տերերը, դռները, պատուհանները ամբողջովին փակել են, ինձ թվում է նրա համար, որ գողություն չլինի տան մեջ ու հեռացել են տանից, քանի որ ամեն վայրկյան կարող էր այս տունն էլ վառվել, բայց ինչպես կարող եք տեսնել, տան ավտոկայանատեղին վառվել է, բայց ինչ լավ են բրծել այս մարդիկ, ամբողջ տունը մնացել է, բայց ավտոկայանատեղին էլ գոյություն չունի։ Որը ինչ է, ծառերը համարակալած են, այ։ Ժողովուրդ շատ հետաքրքիր բան նկատեցի, ինչպես տեսնում եք, այստեղ հետախուզում է անցկացվել ու բոլոր ծառերը, ինչպես տեսնում եք, համարակալված է, եկեք մի հատ մոտենանք ծառերին։ Ինչպես տեսնում եք, ծառերի վրա թվեր է կպցրած։ Երևի հենց հետախուզումը այտենց են անցկացնում, բոլոր վնասված ծառերը համարակալում են։ Ինքներդ տեսակ թե ինչ օրի է հասել Լոս Անջելեսը, այնպես որ գնահատեք այն ամենը ինչ ունեք, գնահատեք այն տունը, այն տանիքը, որի տակ ապրում եք, քանի որ այն կորցնելը կարող է լինել ակնթարթային։ Այս տների բնակիչները նույնպես չէին մտածում, որ կարող են օրերից մի օր կորցնել իրենց տները, բայց արդյունքում ինչ եղավ, տները վառվեցին ընդամենը րոպեների ընթացքում։ Եղեք զգույշ, հետևեք բոլոր անվտանգության կանոններին։ Շնորհակալություն, որ դիտեցին մինչև այստեղ։ Չմոռանաս միանալ ալիքից փոքրացրու վիդեոն եւ սեղմիր բաժանորդը գրվելու նշանի վրա, որպեսզի բաց չթողնես հետագա ավելի հետաքրքիր վիդեոները։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։